ամուսնու պարտականությունները ըստ Աստվածաշնչի։ Եկեք կարդանք. թողնիր հորն ու մորը և կնոջ հետ մեկ մարմին լինի։ Ծննդոց 2-րդ գլուխ 24 խոսք։ Սիրի կնոջը սեփական անձի նման։ Եփեսացիս 5-րդ գլուխ 28 խոսք։ Կերակրի և տաքացնի կնոջը։ Եփեսացիս 5-րդ գլուխ 29 խոսք։ Իմաստությամբ վարվի կնոջ հետ։ Ապետրոս 3-րդ գլուխ 7-րդ խոսք։ Պատվի կնոջը։ Ապետրոս 3-րդ գլուխ 7-րդ խոսք։ Կատարի ամուսնական պարտականությունը։ Կորինթացիս 7-րդ գլուխ 3-րդ խոսք։ Կնոջը տա իշխանություն իր մարմնի վրա։ Կորինթացիս 7-րդ գլուխ 4-րդ խոսք։ Լինի անարատ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, սովորեցնելու ունակ, համբերատար, տունը և երեխաներին լավ կառավարող, կատարյալ հնազանդության և պարկեշտության մեջ։ Տիմոթեոս 3-րդ գլուխ 2-ից 4-րդ խոսք։ Հավատարիմ լինի կնոջը մինչև մահ։ Մատթեոս 19 գլուխ 6-րդ խոսք։ Ընտանիքին խնամի։ Տիմոթեոս 5-րդ գլուխ 8-րդ խոսք։ Իսկ հիմա կնոջ պարտականությունները ըստ Աստվածաշնչի։ Եկեք կարդանք. սիրի ամուսնուն և երեխաներին։ Տիտոս 2-րդ գլուխ 4-րդ խոսք։ Հնազանդվի ամուսնուն, ինչպես Տիրոջը։ Եփեսացիս 5-րդ գլուխ 22-րդ խոսք։ Վախենա, հարգի իր ամուսնուն։ Եփեսացիս 5-րդ գլուխ 33 խոսք։ Լինի և սովորի հանդարտությամբ և հնազանդությամբ։ Տիմոթեոս 2-րդ գլուխ 11 խոսք։ Հոգ տանի ներքին հոգու գեղեցկությանը, զարդարի անձը ամուսնուն հնազանդվելով։ Պետրոս 3-րդ գլուխ 3-ից 5-րդ խոսք։ Կատարի ամուսնական պարտականությունը։ Կորինթացիս 7-րդ գլուխ 3-րդ խոսք։ Լինի երկյուղած, պարկեշտ վարքով, աստվածավախ, ամոթխած։ Պետրոս 3-րդ գլուխ 2-ից 4-րդ խոսք։ Լինի բարեպաշտ և առաքինի։ Առակաց 31-րդ գլուխ։ Ամեն բանում հավատարիմ լինի ամուսնուն մինչև մահ։ Կորինթացի 7-րդ գլուխ 39-րդ խոսք։ Հոգ տանի և շինի իր տունը։ Առակաց 14-րդ գլուխ 1-ին խոսք։